Այսօր դուք կառավարության շենքի դիմաց եք, որտեղ հավաքված են բեռնատարերի վարորդները եւ պահանջում են, որ իրենց խնդրին լուծում տա։ Առավոտյան կարճ հանդիպում եղավ Գևորգ Պապոյանի հետ եւ վերջինս նշել է, որ տեղյակ են ամեն ինչից եւ լուծում են տալիս։ Արդյոք դա այդպես է եւ արդյոք այս խնդրին լուծում կտրվի ի վերջո։ Դե նախ պիտի բանը չհասներ նրան, որ այս իրավիճակին հասներ։ Աներեք, եթե լուծում տվող էին, մինչև այդ պիտի այդ հարցը լուծեին, որովհետև այդ խնդրի մասին բավականաչափ երկար ժամանակահատված այդ խնդիրը արծարծվել է, ես էլ եմ այդ խնդիրները բարձրացրել, դիմումներ եմ գրել եւ այլն, այսինքն այնպես չի, որ այսօրը իմացան, որ այս խնդիրը կա։ Այդ մեկ։ Երկրորդը, որքանով հավատանք այդ խոստումներին, ճիշտն ասած, ես իրենց ասածներին չեմ հավատում, որովհետև մինչև այսել, մինչև այս թեմայով էլի խնդիրներ են եղել բեռնափոխադրողների հետ կապված, որոնք պատշաճ լուծումների չեն արժանացել, թե Վրաստանի տարածքում, թե Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այս խնդիրը որքանով իրենք կարող են լուծել, շատ մեծ հույսեր ակնկալիքներ չունեմ։ Կրկնում եմ, եթե լուծող լինեին, մինչև այս պետք է այդ խնդիրները լուծեին։ Իսկ օրինակ պատգամավորները այս թեմայով ինչ-որ բան պատրաստվում են անել, որովհետև վարորդները նշել են, որ օրինակ Ղազախստանում պատգամավորները նույն խնդրով բարձրաձայնել են եւ խնդիրը միանգամից լուծվել է։ Տեսեք, ես նորից կրկնվեմ, ամենամեծ գործիքակազմը ունի կառավարությունը։ Իր գերատեսչություններով տարբեր, նախարարություններով, ի վերջո այդ հանդիպումների կամ, չգիտեմ, միջպետական այցերի տարբեր խողովակներով բանով շփումներ ունեն նախարարների հետ կամ ամենաբարձր մակարդակով շփումներ ունեն։ Ամենամեծ գործիքակազմը իրենցն է, որ իրենք պիտի անեն։ Ընդդիմադիր պատգամավորները կարող են հարցը բարձրաձայնել, որովհետև ռեալ գետնի վրա շատ մեծ հնարավորություններ չունեն, սահմանափակ են ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները, բայց մենք նաև ես քիչ առաջ խոսեցի բեռնատարի վարորդների հետ, այս հարցը պահելու ենք մեր օրակարգում 1, առաջիկա քառօրյայի ժամանակ այս հարցը լինելու է իմ թիվ 1 օրակարգային հարցը, մենք էլ փորձելու ենք նամակների միջոցով, նաև մեր կապերի միջոցով, ինչ որ կապեր ունենք մենք, փորձենք այս խնդիրը բարձրաձայնենք, ասենք, բայց կներեք, կառավարություն չէ, իբր գոյություն ունի, իբր գոյություն ունի։ Այս հարցն կենսական նշանակության խնդիր է, հարց է։ Ինքը լուծի այս խնդիրը։ Նախ չհասնի դրան, որ հասնի այսօրվան, երկրորդն էլ պետք է այս խնդիրը լուծի։ Ոչ թե գնան ինչ որ այցերի բանի, ուտեն, խմեն, լավ օր անցկացնեն, չգիտեմ, մի քանի սելֆի անեն, մի քանի տեսանյութ անեն, բան անեն, տեսնեն ինչ կա, որտեղ են, չգիտեմ։ Առավոտից իրիկու հեծանիվ է քշում այս մարդը։ Միգուցե ուզում է հորդորել, որ բեռնատարի վարորդներն էլ արդեն սկսեն հեծանիվ քշել այդտեղ։ Հեծանիվ է քշում, սրտի կա բան անում, եսիմ բանա եկեղեցին են թիրախավորում, իրենց գործը չեն անում, էլի։ Անում են ապազգային հակապետական քայլեր են անում առավոտից իրիկու։ Դե եթե մարդը կամ հեծանիվ է քշում, կամ սրտիկ անում, կամ եսիմ չգիտեմ, եկեղեցու դեմ արշավ, պարզ է, իրան ինչ ժամանակը կների իրա, որ զբաղվի ժողովրդին հուզող խնդիրներով։ Չի զբաղվում։ Հանցավոր անգործություն են ցուցաբերում, դրա պատճառահետևանքային կապերը առաջիկայում կտեսնեք։ Գների թանկացում, էլի ուրիշ հետևանքներ կունենան, տնտեսության հետ կապված լուրջ խնդիրներ են ունենալու, որովհետև տեսեք, ոչ միայն ներմուծման հետ խնդիրներ են ունենալու, այլ նաև արտահանման հետ կապված բավականին լրջագույն խնդիրներ են ունենալու գյուղատնտեսական ապրանքների, այլ տնտեսվարողների, որոնք որ էլի փաստի առաջ են կանգնում։ Հիմա որ Ղազախստանը կներեք այդ հարցը լուծել է, այդ պատգամավորները լուծել են այդ հարցը, բայց ենթադրում են, որ իշխող պատգամավորներն են այդ հարցը լուծել։ Այսինքն իրենց քվե տված մարդկանց խնդիրներով զբաղվում են։ Սրանք չեն զբաղվում։ Չկա նման ապրումակցում, խնդիրներին հետամուտ լինել։ Այսինքն այս մարդկանց թողնել բացի թողի վիճակում, որ ասեք գնացեք դուք ձեր խնդիրը վրացիների հետ լուծեք, գնացեք դուք ձեր խնդիրը Ռուսաստանի Դաշնության հետ լուծեք,
բա դուք ինչի համար եք։ Փողեր եք ստանում, պարգևատրություններ եք ստանում, չգիտեմ, օրը մեկ ծառայողական մեքենաներ են փոխում, չէ՞։ Թանկարժեք, գերթանկարժեք ծառայողական մեքենաներ են փոխում։ Միլիոնավոր դոլարներ են վատնում իրենց, չգիտեմ, կեցավայրի վրա, որ բանը կառավարական դաչաները կա, օրը $5,000 ծախս են անում։ Նորմալ մարդիկ ուրախ երջանիկ ապրում են, բայց այս մարդիկ են հարկ վճարողներ, ասում են հերոս հարկատունները։ Տեսնում եք, չէ՞ հարկատուներին ոնց է վերաբերվում։ Մի մասին հարցով ընդհանրապես չի զբաղվում, մի մասին տանում է քրեակատարողական հիմնարկներ, ՊԵԿ-ը դարձել է մի հատ պատժիչ մեխանիզմ տարբեր մարդկանց լռեցնելու համար։ Ընդհանրապես այս հարցով իրենք ինչ-որ դիմում ներկայացրել են, թե նաև սա կարող է լինել Ռուսաստանի հետ այս պահին իրենց լարված հարաբերությունների հետ կապված։ Ես չգիտեմ իրենք դիմում ներկայացրել են, չեն ներկայացրել։ Ամենայն դեպս քիչ առաջ ասեցին, որ եկել է ասել է ինչ որ զբաղվում են իբր թե այդ հարցով։ Հիմա դիմում են ներկայացրել, չեն ներկայացրել, այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Պիտի թափանցիկ լինեն էլի իրանք, պիտի թափանցիկ լինեն, ասեն, մենք ասել ենք, խնդիրը կամ լուծվում է, կամ չի լուծվում, կամ մենք ի վիճակի ենք, կամ ի վիճակի չենք։ Այդ հարցերի պատասխանը իրենք պետք է տան, ես չպետք է հարցերի պատասխանը։ Ես կրկնում եմ, ամիսներ շարունակ այս հարցը բարձրաձայնել եմ, ասել եմ, գրավոր դիմումներ եմ ուղարկել։ Այնինքն ինչ չի որ տեղյակ չեն եղել, եթե ես տեղյակ եմ եղել, իրանց էլ զգուշացրել եմ։ Իրանք որպես կառավարություն, բա ինչ է։ Ոչ մի բան է։ Ոչ մի բան է։ Ասեն մենք ոչ մի բան ենք։ Հիմա հասել է խնդիրը այս վիճակին, ասում է դե գնանք հլա մտածենք, տեսնենք հլա ինչ ենք անում։ Ամեն հարցով են տենց անպատասխանատու, ամեն հարցում է այս բարդակն ու ամենաթողությունը տարբեր ոլորտներում է։ Նի վրա շատ մեծ հնարավորություններ չունեն, սահմանափակ են ընդդիմադիր падգամավորների լիազորությունները, բայց մենք նաև ես քիչ առաջ խոսեցի բեռնատարի վարորդների հետ, այս հարցը պահելու ենք մեր օրակարգում 1, առաջիկա քառորյայի ժամանակ այս հարցը լինելու է իմ թիվ 1 օրակարգային հարցը, մենք էլ փորձելու ենք նամակների միջոցով, նաև մեր կապերի միջոցով, ինչ որ կապեր ունենք մենք, փորձենք այս խնդիրը բարձրաձայնենք, ասենք, բայց կներեք կառավարություն չէ, իբր գոյություն ունի, իբր գոյություն ունի։ Այս հարցն կենսական նշանակության խնդիր է, հարց է։ Ինքը լուծի այս խնդիրը։ Նախ չհասնի դրան, որ հասնի այսօրվան, երկրորդն էլ պետք է այս խնդիրը լուծի։ Ոչ թե գնան ինչ որ այցերի բանի ուտեն, խմեն, լավ օր անցկացնեն, չգիտեմ, մի քանի սելֆի անեն, մի քանի տեսանյութ անեն, բան անեն, տեսնեն ինչ կա, որտեղ են, չգիտեմ։ Առավոտից իրիկու հեծանիվ է քշում այս մարդը։ Իգուցե ուզում է հորդորել, որ բեռնատարի վարորդներն էլ արդեն սկսեն հեծանիվ քշել այդ։ Հեծանիվ է քշում, սրտի կա բանանում, եսիմ բանա եկեղեցին են թիրախավորում, իրենց գործը չեն անում, էլի։ Անում են ապազգային հակապետական քայլեր են անում առավոտից իրիկու։ Դե եթե մարդը կամ հեծանիվ է քշում, կամ սրտիկ անում, կամ եսիմ չգիտեմ, եկեղեցու դեմ արշավ, պարզ է, իրան ինչ ժամանակը կների իրա որ զբաղվի ժողովրդին հուզող խնդիրներով։ Չի զբաղվում։ Հանցավոր անգործություն են ցուցաբերում, դրա պատճառահետևանքային կապերը առաջիկայում կտեսնեք։ Գների թանկացում, էլի ուրիշ հետևանքներ կունենան տնտեսության հետ կապված լուրջ խնդիրներ են ունենալու, որտեղ տեսեք, ոչ միայն ներմուծման հետ խնդիրներ են ունենալու, այլ նաև արտահանման հետ կապված բավականին լրջագույն խնդիրներ են ունենալու գյուղատնտեսական ապրանքների, այլ տնտեսվարողների, որոնք որ էլի փաստի առաջ են կանգնում։ Հիմա որ Ղազախստանը կներեք այդ հարցը լուծել է, այդ падգամավորները լուծել են այդ հարցը, բայց ենթադրում են, որ իշխող падգամավորներն են այդ հարցը լուծել։ Այսինքն իրենց քվե տված մարդկանց խնդիրներով զբաղվում են։ Սրանք չեն զբաղվում։ Չկա նման ապրումակցում, խնդիրներին հետամուտ լինել։ Այսինքն այս մարդկանց թողնել բացի թողի վիճակում, որ ասեք գնացեք դուք ձեր խնդիրը վրացիների հետ լուծեք, գնացեք դուք ձեր խնդիրը Ռուսաստանի Դաշնության հետ լուծեք։
բա դուք ինչի համար եք։ Փողեր եք ստանում, պարգևատրություններ եք ստանում, չգիտեմ, օրը մեկ ծառայողական մեքենաներ են փոխում, չէ՞։ Թանկարժեք, գերթանկարժեք ծառայողական մեքենաներ են փոխում։ Միլիոնավոր դոլարներ են վատնում իրենց, չգիտեմ, կեցավայրի վրա, որ բանը կառավարական դաչաները կա, օրը $5,000 ծախս են անում։ Նորմալ մարդիկ ուրախ երջանիկ ապրում են, բայց այս մարդիկ են հարկ վճարողները, ասում են հերոս հարկատունները։ Տեսնում եք, չէ՞ հարկատուներին ոնց է վերաբերվում։ Մի մասին հարցով ընդհանրապես չի զբաղվում, մի մասին տանում է քրեակատարողական հիմնարկներ, ՊԵԿ-ը դարձել է մի հատ պատժիչ մեխանիզմ տարբեր մարդկանց լռեցնելու համար։ Ընդհանրապես այս հարցով իրենք ինչ-որ դիմումներ կայացրել են, թե նաև սա կարող է լինել Ռուսաստանի հետ այս պահին իրենց լարված հարաբերությունների հետ կապված։ Ես չգիտեմ իրենք դիմում ներկայացրել են, չեն ներկայացրել։ Ամենայն դեպս քիչ առաջ ասեցին, որ եկել է ասել է ինչ որ զբաղվում են իբր թե այդ հարցով։ Հիմա դիմում են ներկայացրել, չեն ներկայացրել, այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Պիտի թափանցիկ լինեն էլի իրանք, պիտի թափանցիկ լինեն, ասեն, մենք ասել ենք, խնդիրը կամ լուծվում է, կամ չի լուծվում, կամ մենք ի վիճակի ենք, կամ ի վիճակի չենք։ Այդ հարցերի պատասխանը իրենք պետք է տան, ես չպետք է հարցերի պատասխանը։ Ես կրկնում եմ, ամիսներ շարունակ այս հարցը բարձրաձայնել եմ, ասել եմ, գրավոր դիմումներ եմ ուղարկել։ Այնինքն նա ինչ չի որ տեղյակ չեն եղել, եթե ես տեղյակ եմ եղել, իրանց էլ զգուշացրել եմ։ Իրանք որպես կառավարություն, բա ինչ է։ Ոչ մի բան է։ Ոչ մի բան է։ Ասեն մենք ոչ մի բան ենք։ Հիմա հասել է խնդիրը այս վիճակին, ասում է դե գնանք հլա մտածենք, տեսնենք հլա ինչ ենք անում։ Ամեն հարցով են տենց անպատասխանատու, ամեն հարցում է այս բարդակն ու ամենաթողությունը տարբեր ոլորտներում է։ Գում են, ոչ քեզ բանի տեղ են կանգնում են սենց անելանելի իրավիճակի առջև, ոնց որ հայտնվել են։ Ախու հիմա չի այս խնդիրներն առաջացել։ Կրկնում եմ, տևական ժամանակ այս խնդիրները առաջանում են։